Ինչպես եք վերաբերվում կարգալույծ եղած հոգևորականի պատարակ հրավիրելուն։ Ինչպես եք վերաբերվում կարգալույծ եղած հոգևորականի պատարակ հրավիրելուն։ Կարծում եք։ Այո, վեհապարի կողմից կարգալույծ։ Ես չեմ կարծում։ Դուք վեհապարի դեմ Ինչպես դիմեմ ձեզ։ Տեր տարում եմ երբ։ Տեր տարում դուք եք հիմա այստեղ պատարակը մատուցել։ Ոչ։ Ով է մատուցել։ Տեր Արամը։ Բայց նրա մայրաթորը կարգալույծ է։ Ինչ են նշանակում մայրաթորը։ Ով է կարգալույծ արել։ Դուք չեք տեսել։ Դուք չեք հետևում մայրաթորի հայտարարությանը։ Հետևում եմ։ Ինչպես։ Ձեզով է օծել։ Եղած մարդը ոնց կարա կարգալույց անի։ Հայկազուն Սրբազանը։ Մեկ հանգարել։ Բարեկինը կարգալույց է, ոնց կարա կարգալույց անի։ Բարեկինը կարգալույց անի։ Կներեք, էլի, եթե մայրաթորի դեմ հավաք հրավիրվի, դուք կմասնակցեք ընդդեմ վեհապարի։ Ժամանակը ցույց կտա։ Մի քիչ աճ։ Սիրելիներ, Տեր Արամի կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել, քանզի Տեր Արամը ներկայացրել նամակ, որի համապատասխան ինքը պիտի ներկայանար, բայց քանի որ որոշումը կայացվել է առանց Տեր Արամի ներկայությունը ապահովելու, որի հնարավորությունը իրենք ունեցել են, երրորդ անգամը խոսքը վերաբերում է երրորդ անգամին, ուստի ընդունելի չէ, քանզի մարդուն դատում են առանց իր ներկայության, հաշվի առնելով, որ մարդը պատրաստական է եղել ներկայանալու եւ քննելու, ներկայանալու լրագրողների եւ իրավաբանի հետ միասին։ Ես չեմ գտնում որևէ մի պատճառ, որը կարող խոչընդոտեր Տեր Արամի ներկա լինելուն եւ Տեր Արամի ներկայությամբ այդ հարցը քննելուն։ Ուստի անվավեր է համարվում որոշումը կարգապահական հանձնախմբի։ Շատ լավ, հիմա բայց կարգալույծ եղած հոգևորական մայրաթոր ամեն դեպքում արել է կարգալույծ։ Կարող է պատարակ։ Հիմա տեսեք, դուք իմ ասածին հակասող բան եք ասում։ Եթե անվավեր է կարգալույծության որոշումը, ուրեմն այդ մարդը կարգալույծ չի կարող արվել։ Իսկ ինչ վերաբերում է պատարակ մատուցելուն, պատարակ մատուցում է օծյալ հոգևորականը, իսկ օծյալ հոգևորականի վրայից ոչ ոք օծումը չի կարող ջնջել, եթե ինքը իր պահվածքով չջնջի։ Տեր Արամը օծյալ հոգևորական է, կարգալույծությունը վերաբերում է իշխանություն ունենալուն, թե չունենալուն պատարակ մատուցելու, բայց քանի որ Տեր Արամի մասին որոշումը ինչպես պարզվեց ապօրինի է, ուստի Տեր Արամը, ես խնդիր չեմ տեսնում Տեր Արամին պատարակ մատուցելուն։ Ես պատահական չէ, որ այսօր այստեղ ներկա եմ լինելու, քանզի ես համարում եմ, որ այստեղ պատարակ է մատուցվելու եւ Աստծո կամքով է լինում եկեղեցու իշխանությամբ։ Ուստի ներկա եմ։ Վեհապարը պետք է հեռանա։ Որ կարգալույցը չի կարող կարգալույց անել հոգևորականին։ Ձեզ ով է օծել։ Դա ինչի վերաբերում։ Ես արդեն նշեցի, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Դուք կարծում եք իշխանության պես, որ վեհապարը պետք է հեռանա, գործընթացը։ Տեսեք, ես կարծում եմ ինձպես։ Իմ բոլոր կարծիքները ինձպես են։ Կարող են մեր եւ իշխանության շահերը համընկնել, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մտածենք ինչ-որ մեկի պես։ Ինձ թվում է ժամանակը այդ հարցին կպատասխանի։ Ես ինչ ասեմ, Նիկոլ Փաշինյանն է ասել իրեն հարցրեք։ Այդ ժամանակի մասին ոչ ոք չգիտի, միայն հայրը, որ երկնքում է։ Միքայել Աջապահյանը, Բագրատ Սրբազանը։ Այո, իմ սիրելի սրբազաններն են։ Այո։ Սա քաղաքական հետապնդում դուք համարում եք վնասնկատում, թե ոչ, որովհետև Ես քանի որ չեմ մասնակցել դատական գործունեություններին, քանի որ ես վերջին կարելի ասել 1 տարուց ավել Հայաստանում տևական չեմ եղել, ուստի չեմ տիրապետում բոլոր ինֆորմացիաներին, թե ինչ անցանքներ, ինչ զանցանքներ կան եւ ինչպես է քննվել, ըստ պատշաճի է քննվել, թե ոչ։ Ուստի չեմ կարող կարծիք հայտնել։